հեռանկար կոնֆլիկտի թակարդից։ Ես հպարտ եմ դրա համար։ Ես էլի ասում եմ, եթե դուք դրա համար պետքա որոշեք, որ ես պետքա կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես հնազանդ ձեր որոշմանը կկանգնեմ գնդակահարության պատի տակ, բայց միջև վերջին վարկյանը իմացեք, ես երջանիկ եմ, որ ձեզ ազատել եմ պատերազմից, կոնֆլիկտից, ես ձեզ ազատել եմ ֆորպոստությունից եւ բերել եմ իրական անկախություն, իրական պետություն եւ իրական հեռանկար։ Սուրեն Պետրոսյան։ Եթե կարելի է ինձ էլ ձայն տվեք։ Այո։ Հետո այստեղ նույնպես։ Հակնեմ իմ ժամանակը խնդրում եմ վերականգնեք։ Ուրեմն երբ պարոն Փաշինյան խոսում եք նահատակներից եւ ասում եք, որ խոնարհվում եք նահատակների առջեւ, ես ուզում եմ ձեզ հիշեցնել ձեր ելույթը ազգային ժողովում, երբ դուք ասեցիք մենք կարող էինք ունենալ այս նույն իրավիճակը, սակայն առանց այս մի քանի հազար զոհերի, ուղղակի դուք ինձ դրա այդ դեպքում կհանվանեիք դավաճան։ Այսինքն դուք հրաժարվել եք, եթե անգամ այդպես էր դավաճանի պիտակը ստանալ եւ դրա փոխարեն զոհաբերել եք հազարավոր տղաների։ Ես ձեր խոսքն եմ ուղղակիորեն մեջ բերում։ Եվ երկրորդը, երբ դուք ասում եք Արցախի թեման մշտապես փակ է եղել, ես եւս մեկ անգամ եմ հիշեցնում եւ խնդրում եմ ակնկալում եմ անդրադարձ։ Եթե Արցախի թեման ներողություն միտքս ավարտեմ, եթե Արցախի թեման որպես այդպեսին փակ է եղել, ինչի համար է ստեղծված եղել ԵԱԿ Մինսկի համանախագահողների խումբը։ Արդյոք Հայաստանը եղել է գերտերություն, որ 3 միջուկային գերտերություններ ուզել են Հայաստանին համոզեն միջազգային իրավունքը վերականգնել, թե ոչ։ Շնորհակալ եմ այդ հարցի համար։ Շնորհակալ եմ այդ հարցի համար։ Ստեղծվել է հետևյալի համար, որ այդ երկրները թույլ չտան, որ կոնֆլիկտը լուծվի, որովհետև կոնֆլիկտի չլուծումը որևէ ժամանակաշրջանում անպայման համապատասխանել է երկրներից մեկի շահերին։ ԵԱԿ Մինսկի խումբը ստեղծվել է, որպեսզի կոնֆլիկտը չլուծվի եւ Հայաստանը թակարդից դուրս չգա, եւ Հարավային Կովկասը թակարդից դուրս չգա։ Եվ ես երջանիկ եմ, որ հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը դուրս են բերել այդ թակարդից։ Պատերազմի առաջին օրը ես գնացել եմ խորհրդարան եւ ասել եմ հենց հիմա ես պատերազմը կարող եմ կանգնացնել, բայց մենք պետք է համակերպվենք, որ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղը ամբողջ խորհրդարանը եւ երկրորդը մի անգամ էլ խանգարեք մենք ինձ ձայնը կանջացը բոլորի խանգարում ախի ձայնը չեք լավ եմ ոնց լավ եմ ոչինչ չեմ մի րոպե պարոն Փաշինյան մի վարքյան ներողություն որ ես բացահայտել եմ Ղարաբաղի հարցի տակ թաքնված թակարդը եւ ժողովրդին Հայաստանին դուրս են բերել։ Այսինքն եւ Ամերիկայի Ֆրանսիայի մի վարքյան խնդրում եմ, չի կարելի անցածել։ Պարոն, մի վարքյան Եթե Ամերիկայի եւ Ֆրանսիայի մի վարքյան պարոն Բաղդասարյան, ներողություն։ Մենք նույն ժամանակը վատնում ենք այս աղմուկի վրա, թույլ տվեք մարդու արձագանքի, պարոն Պետրոսյան, խնդրեմ արձագանքեք։ Ինձ ձայն եք խոսում։ Այսինքն դուք արձանագրում եք, որ բացի Ռուսաստան, ինչպես դուք եք նշում, նաև Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան այդ դավադիր գործարքի մաս են կազմել։ Ճիշտ եմ հասկանում։ Ուրեմն պետությունների տարբեր փուլերում, Ղարաբաղի հարցի կարգավորման տարբեր փուլերում, տարբեր երկրների կտրականապես ձեռնտու չի եղել, որ Ղարաբաղը այսինքն մեր մարդու եւ ես պաշտոնապես ասում եմ Պարոն Փաշինյան, չէ՞։ Հիմա իհարկե շատ մարդիկ խոսան լավ անդադ դուք չեք խոսալու Գուրգեն Սիմոնյան շնորհակալություն իհարկե շատ հետաքրքիր է